բոլոր քաղաքական ուժերը մեծ մրցակից են, այսինքն բոլոր այն ուժերը եւ բոլոր այն անհատները, որոնք կարող են առաջադրվել որպես ազգային ժողովի падգամավորի տեխնացու, մեր մրցակիցն են։ Ձեր նշած անձնավորությունը մրցակից չէ այն պատճառով, որ ինքը չի կարող դառնալ ազգային ժողովի падգամավոր եւ ինքը չի կարող առաջադրվել ազգային ժողովի падգամավոր։ Օրինակ, ենթադրենք մենք չենք կարող Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համար տեխնատություն առաջադրել, որովհետև մենք չենք ծնվել Միացյալ Նահանգներում։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի թոռները կարող են Միացյալ Նահանգների նախագահի տեխնատություն առաջադրել, որովհետև իրենք ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, չնայած այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից հետո են ծնվել, ենթադրվում է, որ իրենց պապը այնպիսի պետություն պետք է կառուցած լիներ, որ ուզենար, որ իր թոռները ծնվեին Հայաստանում, բայց ինքն էլ է հասկացել, որ իր կառուցած պետությունում հարմար է գտել, որ Միացյալ Նահանգներում ծնվեն իր թոռները, հետևաբար օրինակ ես եւ դուք եւ մեզ դիտող մարդկանց մեծ մասը վստահաբար չի կարող օրինակ Միացյալ Նահանգների նախագահ դառնալ, բայց օրինակ Ռոբերտ Քոչարյանի թոռները կարող են դառնալ, տեսականորեն կարող են դառնալ, որովհետեւ ծնվել են Միացյալ Նահանգներում։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ ձեր ասած անձը չի կարող դառնալ Հայաստանում ազգային ժողովի падգամավոր, ոչ էլ վարչապետ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դա թույլ չի տալիս, հետևաբար այս առումով հարցը փակ է։ Ես կարող եմ խոսել 3 միլիոն չէ, բնականաբար չափահասություն եւ այլն, հաստատ ասենք օրինակ մոտ 2 միլիոն մարդ վստահաբար կարող է առաջադրվել կամ ավելի քան 2 միլիոն մարդ ուրեմն Հայաստանում կարող է առաջադրվել, որոնք որ համապատասխանում են մեր սահմանադրությամբ նախատեսված կանոններին եւ պահանջներին։ 3 միլիոն առաջադրներ, Չէ, մենք ունենք օրինակ մինչև 25 տարեկան մինչև 25 տարեկան օրինակ քաղաքացիներ ունենք, որոնք որ չեն կարող դառնալ падգամավորի տեխնացու։ Նույն կերպ օրինակ ունենք քաղաքացիներ, որոնք որ քաղաքացիության կամ ռեզիդենտության խնդիր ունեն, դրանք հնարավոր չէ, այսինքն այդ կանոնը հնարավոր չէ խախտել, հետևաբար այդ տրամաբանությամբ ձեր նշած քաղաքացին չի կարող դառնալ։ Ասում եք գանք մեծամասնություն դառնանք, հետո հարմարացնենք այդ մեդիվիտումը, որ կարողանանք այդ 48 հոդվածը դառնալ վարչապետ։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ եւ ընտրական օրենսգրքի մեջ այդ ամեն ինչը շատ հստակ գրված է եւ դուք ձեր հարցի պատասխանը հետեւյալն է. այդ մարդը չի կարող դառնալ ազգային ժողովի падգամավոր եւ չի կարող դառնալ վարչապետ։ Վերջ թեման փոքր։